Քրիստինե Վարդանյան։ Ճիշտն ասած այլ հարց ունեի, բայց այստեղ հնչող հայտարարությունները ստիպեցին անդրադառնալ այս թեմային։ Գիտեք, 6 տարի շարունակ գալ այստեղից ասել Քրիստինե Վարդանյանը հարձակվել է կերակրող մայր Սոնա Ղազարյանի վրա, հետո էլ բանը դրամատիզմ ավելացնելու համար կարծեմ հպում էլ է եղել, չէ, սխալ եք ասում, որևէ հպում չի եղել, նոյեմբերի 9-ից հետո ընդհանրապես քաղաքական ցույց է եղել, ու Սոնա Ղազարյանից պատասխան են պահանջել ձեր արարքների համար, որի համար պատասխանատու եք, բայց եթե մի 6 տարի էլ գաք ասեք, ես արդեն կսկսեմ հավատալ, որ ոչ միայն հարձակվել եմ, այլ սպանել ու քարատել եմ Սոնա Ղազարյանին, այս համառությամբ որ բան անեք շարունակեք։ Եթե դուք ուզում եք, որ ես ներողություն խնդրեմ ձեր դեմ արած ցույցերի համար, ես դրա համար ներողություն չեմ խնդրելու։ Դրանք իմ ամոթի էջերը չեն, իմ հակառակը պարտության էջերն են։ Ես զարմանում եմ, Եվրոպա գնացող թիմը իր դեմ ցույցերի հետ ինչ խնդիր ունի։ Դուք տեսել եք Եվրամիությունում ինչ ցույցեր են անում իշխող ուժի ներկայացուցիչների դեմ։ Սոնա Ղազարյանը, բայց այդքանով հանդերձ այս ամբիոնից պատգամավորին թողեք հարցը հնչեցնի արգելի գործընկերներ։ Սոնա Ղազարյանի դեմ նոյեմբերի 9-ից հետո ընդհանրապես ցույց է եղել, պատասխան, մենակ Սոնա Ղազարյանին չէ, ձեր դեմ ում կարողացել ենք հանդիպել ու պատասխան ենք պահանջել որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ձեր արարքների համար։ Բայց այդքանով հանդերձ առաջին անգամ այս ամբիոնից խոսելուց ես ներողություն եմ խնդրել, եթե Սոնա Ղազարյանի մանկահասակ երեխային որևէ անհանգստություն եմ պահանջել։ Հիմա սպասում եմ ձեր ներողությանը, հազարավոր զոհերի, նահատակների մասունքները այն պայմաններում պահելու, որ պահել եք, Եռաբլուրում զոհվածների ծնողներին քարշ տալու, Սոնա Մնացականյանին ավտովթարի ենթարկելու համար։ Այսքան երկակի ստանդարտներով ու այսքան կեղծ կարելի է լինել։ Ձեր դեմ ցույց անելն էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացու սահմանադրական իրավունքն է, օգտվել եւ շարունակելու եմ օգտվել այդ իրավունքից։ Շնորհակալություն։ Տիկին Գալստյան։ Ես կարծում եմ իմ գործընկերուհին օգտվեց հարցի իրավունքից հնչեցնելու իր մոտեցումը, ես այստեղ ավելացնելու բան չունեմ։ Տիկին Վարդան, գուցե արձագանքում էլ ոստիկանների բանի մասին խոսակ այդ ցույցերին արձագանքի։ Ոստիկանների արձագանք։ Եվրոպական երկրներում ինչ ցույցեր են ելնում, ասում եմ արձագանքի ժամանակ դուք գերազանցել եք, մենակ Եվրոպայից ոստիկանների արձագանքն եք վերցրել։ Այստեղ էլ ուղղակի էլի սխալ հնչեց, հարցնում էին ուր էլ հայրաքելական եկեղեցին օրինակ մարտի 1-ին, մենակ ընտանեկան բռնության դեպքով արձագանքում, ոչ, մարտի 1-ին էլ հայտարարություն տարածել, կարող եք ծանոթանալ, եթե որևէ մեկը չի կարողանա համացանցում գտնել, կարող եմ տրամադրել եւ այո, եկեղեցին 1700-ամյա կառույցը նաեւ նրա համար է, որ հասարակական հնչեղություն ունեցող հարցերին անդրադառնա, աշխարհում այդպես է, Վատիկանը անդրադառնում է հղիության արհեստական ընդհատումից սկսած մինչև տարբեր թեմաների եւ դա բնական է։ Եկեղեցին չանդրադառնա, քաղաքական գործիչները չանդրադառնան, այսինքն քաղաքականությունը թողենք ձեր հույսին։ Դա է ձեր ուզածը, չէ՞։ Սխալ եք, ձեր հույսին պետք չի թողել, հակառակը։ Տիկին Գալստյան։ Անցնենք մյուս հարց։ Երկրորդում եմ բնականաբար։ Լևոն Քոչարյան։